Բարև ձեզ, եթերում ամուլի ակում հաղորդաշարի հերթական թողարկումն է, ինչպես գիտեք, մեր հաղորդումը նվիրված է լրատվամիջոցների ինքնակարգավորմանը և լրագրողական էթիկային, այսօրվա մեր քննարկման խնդիրն է ոստիկանական քրոնիկային անդրադարձը մամուլում և այդ անդրադարձների էթիկան։ Մեր այսօրվա բանախոսներն են Ներսես Աթաբեկյան, 02 շաբաթաթերթի գլխավոր խմբագիր և Գոհար Սարգսյանը, Ռեսպուբլիկա Արմենիա թերթի հատուկ թղթակից։ Եվ մեր փորձագետներն են Արա Ղազարյան, իրավաբան, Աստղիկ Գևորգյան, Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ, Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան և Արսեն Բաբայան, Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ։ Պարոն Աթաբեկյան, ես կխնդրեի, որ դուք սկսեիք մեր բանավեճը և ներկայացնեինք ձեր մոտեցումը, ինչպես են ոչ թե ձեր թերթը, այլ ընդհանուր ուղղվածություն ունեցող հասարակական քաղաքական թերթերը և այլ լրատվամիջոցները լուսաբանում ոստիկանական քրոնիկան։ Ոստիկանական քրոնիկան լուսաբանում են թերթերը ընդհանրապես երկու պայմանական ասած երկու աղբյուր ունենալով, մի աղբյուրը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կայքը, հեռուստահաղորդումները և թերթն է, ներկապահին կայքը, որովհետև կայքը ավելի օպերատիվ է, և ունենում են իրենց աղբյուրները։ Այսինքն, ես կարող եմ խոսել այն հատվածի մասին, որը տրամադրում ենք մենք։ Մենք տրամադրում ենք բացարձակապես ճշտված փաստեր, տեղեկանքների հիման վրա, մաքսիմալ աշխատում ենք պահպանել ամեղության կանխավարկածը, թեև միշտ ասել եմ դա շատ նուրբ եզրեր ունեցող հասկացություն է, բայց ամեն դեպքում մենք մաքսիմալ աշխատում ենք պահպանել դա, ամեն դեպքում մինչև դատավճիռը չի ասվում, չի օգտագործվում հանցագործ բառը, մեղադրողական տեսանկյունից չի ներկայացվում, ձևակերպումները կասկածյալը ենթադրվում է, կասկածվում է և այլն, բայց կան իրավիճակներ, երբ եթե մենք բացառապես պահպանենք ամեղության կանխավարկածը, ինչպես որ պահանջվում է, մենք ուղղակի չենք կարողանա աշխատել։ Բերեմ օրինակ։ Լինում են դեպքեր և հատկապես կողոպուտների դեպքեր, երբ ձերբակալվածը, կալանավորվածը կասկածվում է նաև այդ կարգի այլ հանցագործություններ կատարելու մեջ, և այդ դեպքում մենք այդ մարդուն ստիպված ենք լինում ցույց տալ։ Ստիպված ենք լինում ցույց տալ և անուն ազգանունը տալով և դեմքը թաքցնել չենք կարող, որովհետև մենք հրավիրում ենք տուժողներին, հավանական տուժողներին տեսնելու, ճանաչելու, գտնելու։ Իհարկե դա այդ պրակտիկան շատ լուրջ արդյունքներ է տալիս, ես տասնյակ մարդկանց գիտեմ, որոնք գտել են իրենց կորուստները այդ ճանապարհով։ Շատ հնարավոր է, որ մենք որոշակիորեն այդտեղ խախտում ենք, էլի պայմանական ասեմ, ամեղության կանխավարկածը։ Իսկ ուզում եք օգնած լինենք լրատվական տարբեր խողովակները օգտագործելով, որպեսզի այլ նաև հանցագործություններ։ Ոչ միայն ուզում ենք, այլ երբ որ կարողանում ենք այդ բացահայտմանը մարդուն, տուժողին օգնելու առումով ինչ որ քայլ անել, մենք մեզ շատ լավ ենք զգում։ Այսինքն, այսպես է, հաղորդումների կամ հրապարակումների մի զգալի մասը ունի և բացահայտման, և կանխարգելիչ նշանակություն։ Ու այդ առումով մենք էլ եմ ասում, մենք չենք խախտում դա, բայց որոշակիորեն մոտենում ենք այն սահմանին, որտեղից այն կողմ չի կարելի լինել։ Բայց կան նաև դաշտեր, երբ պարզապես շատ հստակ և կատեգորիկ պահպանվում է, օրինակ անչափահասների հանցագործությունների հրապարակումներ անելիս, մենք դեմքերը ցույց չենք տալիս, դեմքերը ծածկվում են, մենք ազգանունները, հասցեները և այլն չենք նշում, իսկ թերթում և կայքում ընդհանրապես ունենք այսպիսի պրակտիկա, հատկապես թերթում, որը կարող է այդքան օպերատիվ չլինել, ինչքան կայքը, մենք փոխում ենք անուն ազգանունները, փոխում ենք տեղավայրերը, այսինքն մենք ավելի շատ խոսում ենք ոչ թե մարդու, այլ երևույթի մասին։ Պարոն Աթաբեկյան, անմեղության կանխավարկածը հասկանալի է, իսկ եթե խոսքը գնում է տարբեր դաժան տեսարանների կամ զգացմունքային արձագանք ստանող մանրամասների, այստեղ որևէ կանոններ գործում են։ Գիտեք, կանոնները ներքին ինքնակարգավորման դաշտում են։ Ավելի շատ այդտեղ ժուրնալիստի հոտառության
Դուք տրամադրում եք նյութը, իսկ մնացածը ժուրնալիստի պատասխանատվությունն է, թե դուք եք գործում։ Մենք երբեք այդ այսպես ասած սիրոյ նյութը չենք տրամադրում, որովհետև մենք ես ել եմ ասում, ես խոսելու եմ մեր մասին, մենք ունենք սկզբունք հնարավորինս զերծ մնալ սարսափազդու տեսարաններից, այսինքն այդ նույն 0.2-ով կամ հերթապահ մասով մենք որ ցույց ենք տալիս դիակ, արյուն եւ այլն, դա մեր ձեռքի տակ եղածի փոքր մասն է։ Բնականաբար նկարահանումները ավելի ծավալուն, ավելի մանրակրկիտ եւ ավելի դաժան են կատարվում։ Բայց մենք դա մեր ընդհանուր տրամադրվածությունն է վարչությունով, մեր խմբագրություններով, որ անիմաստ է դաժանության վրա դաժանություն բերել։ Դրանով որևէ բան մենք չենք փոխում։ Դրանով մենք ոչ կարողանում ենք արդեն կատարված վատը կասեցնել, ոչ էլ որևէ կերպ ազդում ենք հեռուստադիտողի վրա։ Ես օրինակ անձամբ ես համոզված չեմ, որ դաժան տեսարանները կամ այդ սարսռազդու հայտարարությունները, կոչերը եւ այլն որևէ դաստիարակչական խնդիր կարող են կատարել։ Այս մոտավորապես այս սկզբունքով ենք աշխատում։ Տիկին Սարգսյան, որպես ընդհանուր ուղղվածություն ունեցող լրատվամիջոցի ներկայացուցիչ, ինչքանով արդյունավետ կարող են ձեր նման թերթերը եւ ընդհանրապես լրատվամիջոցները օգտվել պաշտոնական քրոնիկայից, որ գալիս է ոստիկանական ծառայություններից, եւ ձեր կարծիքով նաեւ ինչքանով լրագրողները պրոֆեսիոնալ են դա անում։ Ես պարոն Աթաբեկյանի խոսքը լրացնեմ, հակառակ ազդեցություն է ունենում մատաղ-սերնդի դաստիարակության գործում։ Ինչն է հակառակ ազդեցությունը։ Նման տեսարանները, եթե չեն դաստիարակում, կարող են վատ բան սովորեցնել։ Կարող է այնպես ազդվել երեխան պատանին, որ երբևէ նման բան անի։ Ասեմ, որ նման նյութեր թերթերում լինում են, ավելի շատ կայքերում են լինում, որովհետև կա մրցակցության խնդիր։ Որքան շատ ընթերցվի կայքը, այնքան կայքի վարկանիշը կբարձրանա։ Ներկայացնում են շատ ճչան ձևով ուշադրություն, ընթերցողի ուշադրությունը գրավելու համար։ Վերնագիրը երբեմն կարդում ես եւ տեսնում, որ նյութը չի համապատասխանում վերնագրին։ Նյութը ավելի մեղմ է, քան վերնագիրը։ Բայց ինձ թվում է լրագրողները մեղավոր չեն։ Այլ նրանց սովորեցնողը աշխատելու նոր ձև է հայտնվել լրատվամիջոցների ղեկավարները։ Այո, լրատվամիջոցների ղեկավարները, որքան նյութը ճչան լինի, այնքան ավելի լավ, ավելի շատ կկարտան եւ այլն։ Թեման շատ ծեծված է, բայց ասեմ, որ բնակչության թվի համեմատ մեր էլեկտրոնային լրատվամիջոցները շատ են։ Եվ այստեղ էլի մրցակցության խնդիրն է գալիս, բայց ասեմ, ինչքան էլ այդ հարցը քննարկենք, միևնույն է, դա այդպես էլ մնալու է, որովհետև եւ լրատվամիջոցները մեղավոր չեն, եւ լրագրողները, ժամանակն է այդպիսին։ Չգիտես ինչու ցածր մակարդակի նյութերը ավելի շատ են կարտացվում, հետաքրքրում։ Եվ դա ամբողջ աշխարհում է, ամբողջ աշխարհում է այդպես։ Իհարկե դա այդպես չպետք է լինի։ Ինչ հնարավորություններ եք տեսնում։ Ամեն լրատվամիջոց ինքը պետք է գտնի հնարավորությունը։ Եթե ասեմ, որ մի 20 տարի առաջ նման մանրամասներ ներկայացնելը մամուլում պարզապես արգելված էր։ Ես աշխատել եմ ավանգարդ թերթում շատ լավ տարիներին։ Ես չգիտեմ ով էր արգելում, բայց մենք չենք գրում մանրամասն, սպանության մանրամասն տեսարաններ։ Եթե նկատի ունեք գրաքննությունը միայն եւ միայն ստուգում էր ստրատեգիական օբյեկտների անուններ կան թերթում, թե դուք գլավլիտի ժամանակներն եք հիշում։ Նման բաներ ուղղակի չէինք գրում, ես չգիտեմ որտեղից էր դա գալիս, մանրամասն տեսարանի, որպեսզի ազդի մասաների վրա չկա նյութերում նման տեսարաններ։ Էլ եմ ասում, երևի ժամանակն է այդպիսին։ Ինչ մնում է ձեր ասած ամեղության կանխավարկածին, այո, ոտնահարվում է ամեն լրագրողների կողմից։ Բայց ոչ ոստիկանության կողմից։ Չէ, պաշտոնական լրատվամիջոց լուրը մենք օգտագործում ենք։ Մեր թերթը օգտագործում է, բայց մենք չունենք աղբյուր, հղում չենք կատարում, եթե ունենանք էլ, եթե պետական խողովակներով չենք ստացել լուրը, երբեք թերթի էջում չի հայտնվի։ Դա ձեր թերթի մասին է խոսքը։ Սա մեր թերթի մասին։ Բայց կան լրատվամիջոցներ եւ լրագրողներ, որոնք
Ամենայն դեպս այդպիսի կասկածները գոյություն ունեն, հատուկ հարաբերությունների մեջ են մտնում ոստիկանների հետ, ոչ թե ծառայության հետ պաշտոնական, այլ առանձին անհատ ոստիկանների հետ, որպեսզի անմիջապես իմանան, ինչքան հնարավոր է ժամանակին հասնեն, ինչքան հնարավոր է շատ արյունով տեսարաններ նկարեն եւ դնեն կայքերում, այդ երևույթի հետ կապված ինչ կարող եք ասել։ Գոյություն ունի դա։ Այո, ես գիտեմ այդ լրագրողներին էլ գիտեմ, որ ոստիկաններին էլ գիտեք։ Ոստիկաններին չգիտեմ, չէ։ Ոստիկաններին չգիտեմ, լրագրողներին գիտեմ։ Իսկույն զանգում ասում են կիսատ պրատ։ Ես ենթադրում եմ, որ ոստիկանն էլ երևի լրիվ դեռ մանրամասները չգիտի, մագերեսային ինչ որ գիտի, բայց որովհետև պայմանավորվածություն ունի, իսկույն զանգում ասում է եւ իսկույն ոչ միայն սայթ կայքերն են օգտագործում, այլև թերթերը հեղինակավոր։ 1-2 թերթ օգտագործում է իսկույն։ Դա միայն սարսափազդու դեպքերի մասին է։ Ոչ միայն։ Անմեղության կանխավարկածի դեպքում ասեմ, ամենաշատ նման նյութեր լույս են տեսնում, հրապարակ են գալիս քաղաքական գործիչների մասին։ Բոլորս էլ գիտենք։ Եվ մարդիկ լռում են, որովհետև ավելի սարսափելի նյութեր լույս կտեսնեն։ Շատ կարճ, պարոն Աթաբեկյան, դուք այդ երևույթի մասին գիտեք եւ արդյոք ոստիկանությունը որպես ինստիտուտ մտահոգված է այն խնդրով, որ ինչպես հաստատեց նաեւ մեր գործընկերը, ոստիկանները շատ դեպքերում համագործակցության մեջ են մտնում այնպիսի լրագրողների հետ, որոնք սկանդալային սենսացիոն նյութեր են ման գալիս։ Շատ դեպքերում են համաձայն չեմ, շատ դեպքերում չի, բայց եթե օգտագործելով լրագրողները ըստ մեր աղբյուրների եւ այլն կարողանում են ինչ-որ բաներ հրապարակել, որպես կանոն իրոք թերատ եւ սխալ ընկալված, հաճախ ոչ ճիշտ ինֆորմացիա։ Կարդալիս զգացվում է։ Ենթակա ամբողջ խնդիրն է, որ մենք հետո ստիպված ենք լինում պարզաբանումներ անել, ճշտումներ անել, այս անել այդ անհեթեթ նյութից հետո, որովհետեւ իրոք անհեթեթ, ասենք կարող են ասել այս ինչ մարդը այս ինչ բանն է արել ոստիկանը, հա, երբ որ այդ ինչ մարդը այդ ժամանակահատվածում ընդհանրապես Հայաստանում չի, ստույգ Հայաստանում չի։ Այս դրա մասին չի նույնիսկ խոսքը այն չի, որ այս լրագրողը ես հասկանում եմ կամ փորձում եմ հասկանալ այդ լրագրողին, որը ցանկանում է սենսացիոն նյութի միջոցով բարձրացնել իր տպաքանակը կամ այցելությունների թիվը կայք։ Կամ իր անունը։ Եթե կան այդպիսի ոստիկաններ, վատ եմ հասկանում այդպիսի ոստիկաններին, որովհետև եթե անունը փառաբանելու մի հատ լրատվամիջոցներում պատտեսնելու խնդիր կա, այդ խնդիրը չի լուծում, որովհետև աղբյուրը մնում է անանուն։ Եթե ինչ որ խարդավանքի կամ չգիտեմ ջուր պղտորելու խնդիր կա, ամոթ իրենց։ Խնդիրը այստեղ այլ է։ Լրագրող կլինի, քաղաքական գործիչ կլինի, ով կլինի, պետք է դիմի ոչ թե ընթերցողի հասարակության մարդու ստորակարգ բնազդներին, իսկ այս դեպքերը եւ այդ արյունը, եւ բամբասանքը, եւ զրպարտությունը հենց դիմում է ստորակարգ բնազդներին, որովհետեւ այդ պայթյունը սենսացիայի առաջացնում է ստորակարգ բնազդները, ուրիշ տարբերակ չկա։ Պետք է դիմի ոչ թե դրան, այլ մի քիչ ավելի բարոյական ինչ որ մակարդակների։ Ի վերջո ես հասկանում եմ, փողը վատ բան չի, բայց ամեն գնով փող աշխատելը վատ բան է։ Շատ լավ, պիտի խոսքը հասկացանք, ժամանակները այնպիսին են, նույնպես հասկացանք, պարոն Բաբայան, արդյոք ժամանակները այնպիսին են, որ պիտի համակերպվենք այդ սարսափազդու, չգիտեմ, ծածր ինստինկտներին դիմող նյութերին։ Համակերպվել անշուշտ չարժե, պիտի ամեն դեպքում պայքար լինի նման կադրերը, նման նյութերը ընդհանրապես դաշտից վերացնելու կամ գոնե թեկուզ եւ խմբագրերի կողմից մասնագիտական խմբագրման ենթարկելու։ Այստեղ խոսք գնաց նաեւ անմեղության կանխավարկածի եւ աղբյուրների մասին, այս առումով ուղղակի կուզեմ մի աղբյուր եւս նշել, բացի ոստիկանական պաշտոնականը, նաեւ դատական տեղեկատվական համակարգը, հայտնի Datalects AM-ը, որը լրագրողների համար դարձել է շատ լավ աղբյուր եւ շատ կարեւոր մի խնդիր կա Datalects-ում, որ լրագրողները ուղղակի թե մասնագիտորեն իրավական մոտեցում չեն ցուցաբերում, չեն ստուգում երբ է ընդունվել դատական ակտը, արդյոք այն ուժի մեջ է մտել թե ոչ, եւ հրապարակում են անուն ազգանուններով, կատարված արարքով ամբողջական դատական ակտը։ Հաճախ տեքստերում չեն էլ օգտագործում կամ նորմալ չեն էլ նշում, որ դա դատարանի դատական ակտով գրված, հաստատված փաստերն են եւ այլ, թեև էլ եմ ասում չեն ստուգում
ուժի մեջ մտել էր, թե ոչ։ Եվ այստեղ իրոք կարող է առաջանել անմեղության կանխարգելքի խախտման խնդիր։ Արդեն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրում նման հարց, նման կետ բարձրացվել է եւ հիմա քննարկումներ են իրականացվում դատալեքսից ընդհանրապես անհատականացնող նույնացնող տվյալները փակելու ուղղությամբ, այսինքն անուն-ազգանուններ, ցանկացած տեղեկատվություն, որը կարող է անձին բացահայտել, դրանք փակելու ուղղությամբ։ Եվ կարծում եմ, այստեղ ոչ թե կարևոր է կոնկրետ ով, այլ դեպքը, որը որ ստացավ իրավական գնահատական, նաև պատասխանատվության միջոց կիրառվեց, եւ այս առումով երևի թե լրագրողները, լրատվական միջոցները պետք է ավելի շատ կատարվածի դեպքի վերաբերյալ խոսեն, քան անձերի։ Բայց եթե դատական հետաքննության ընթացքում է արդեն գործը, ոչ պարտադիր այդ կայքից, այլ հենց դատարանների դահլիճներում կարող են լրագրողները իհարկե կարող են, բայց գաղտնիք չէ նաև, որ տարեկան քննվող 80,000 գործով լրագրողները չեն մասնակցում։ Իդեպ փորձագետներ էին եկել Գերմանիայից Հայաստան, ովքեր որ դատալեքսի գոյության մասին իմանալով շատ զարմացել էին։ Թեև ես էլ բարձրացրեցի հարց, որ կա հրապարակայնություն, միևնույն է հրապարակային են դատաքննությունները, բայց մտահոգությունը երևի թե տեղին էր, որ հրապարակայնության չափեր գոյություն ունեն։ Եթե միտեղ մի դատական նիստ եւ ոչ բոլոր դեպքերում լրագրողների մասնակցություն, ապա այս դեպքում ցանկացած դեպքում կարելի է վերցնել, տեսնել եւ նշված այդ լրատվամիջոցները, ովքեր այուն կամ այս տեսակ քրեական բաներով փորձում են հաճախորդներ այսպես ներգրավել, ամբողջ օրը երևի թե անելիք հենց դատալեքսից տեղեկություններ հավաքել, ինչ-որ նյութեր պատրաստել, նույնիսկ դեպքեր նկարներ են փորձում գտնել, դատալեքսում բնականաբար նկար չկա եւ վերջերս մի դեպք էր եղել, որ նկարը այլ անձի նկար էին դրել մեղադրյալի փոխարեն։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե մենք բերենք նաև շատ կոնկրետ առավել հնչեղ օրինակներ, իհարկե մեր զրույցում, պարտադիր չէ, բայց ցանկալի է։ Պարոն Իշխանյան, մարդու իրավունքների տեսակետից, բացի այն սկզբունքներից, որ արդեն նշվեցին, դուք ինչ կավելացնեիք, որ պետք է պահպանվի եւ լրագրողների կողմից, եւ ոստիկանության կողմից, որը տարածում, եւ ցանկացած իրավապահ մարմինների կողմից, որոնք տարածում են այդ կարգի տեղեկությունները։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում այդ բաժանումը ճիշտ կլինի, ասենք պետական մարմինների, մասնավորապես ոստիկանության կողմից։ Ես թողների ինձ պարոն Աթաբեկյանը, ես շատ հարցերի հետ նրա ներկայացրած ես համաձայն չեմ, որովհետև տվյալ դեպքում իմ տպավորությունները այդպեսին համենայնպես, որ պարոն Աթաբեկյանի մեջ ավելի շատ խոսեց տվյալ դեպքում ոստիկանությունում աշխատանքը, քան ասենք լրագրողի եւ այդ անմեղության կանխավարկածի պահպանումը, որովհետև իմ կարծիքով համատարած են լինում ոստիկանության լրատվամիջոցներով անմեղության կանխավարկածի խախտումը։ Երբ որ մարդուն ցույց են տալիս միանգամից որպես արդեն այդ հանցանքը կատարած, հանցագործ նույնիսկ եթե չի օգտագործում, ապա միանգամից պարզ է լինում, որ հանցագործը նա է։ Հիմա վերջերս կարծես թե այդպես չէ, բայց ժամանակին շատ էին արդեն կապտուկներով, այսպես ասած, իրենց մեղքը ճանաչածները, ինչ վերաբերում է այն հարցին, որ ճանաչման ժամանակ դժողները ճանաչում են, դա նախաքննության գաղտնիք պետք է լինի։ Ուղղակի կարելի է միայն իմ կարծիքով ոստիկանությունը կարող է ինչ ինֆորմացիա տալ, ինչ տեղեկատվություն տալ, որ այսինչ հանցագործության հարցով ձերբակալվել են կասկածյալներ եւ առաջին անվան անունները տալ եւ այլն եւ երբեք նրանց դեմքերը ցույց չտալ, որովհետեւ միանգամից այդ հերոստատեսությամբ նրանց որպես արդեն կատարած հանցագործությունը կատարողներին, այսպես կատարողներին ցույց տալով խախտում է անմեղության կանխավարկածը եւ ավելին ասեմ, ըստ իմ ունեցած միանգամից ասեմ, ոչ լրիվ չճշտված, բայց բավական հավաստի տվյալներով այդ ցուցադրումները միանգամից այսպես ասենք կանխարգելում են հետագայում նրանց նկատմամբ արդարացում կատարելը, որովհետեւ արդեն հանրությանը ցույց են տալիս որպես մեղավորներ։ Ես ասեմ, որ սա շատ լուրջ խնդիր է, իսկ ինչ վերաբերում է մյուս հարցին, ես ուղղակի որպես օրինակ բերեմ նաև։ Հիմա համացանցը եթե միացնեք, համարյա բոլոր կայքերում տեղադրված է այն սահմանարկեցուցիչ տեսարանը, որ ոստիկանությունը օպերատիվ տվյալներով եւ այլն կարողացավ հայտնաբերել այն աղջկան սպանողին եւ հարցաքննությունը, որ նա ներկայացնում է թե ինչպես ինքը սառնասրտորեն այսպես արեց, այնպես չեմ ուզում շարունակել։ Գիտեք ինչ է դա եւ անմեղության կանխավարկածի խախտում է եւ իմ կարծիքով իմ համոզմամբ, որ իհարկե կարգավորման խնդիր է, նաեւ հենց այդ սահմանարկեցուցիչ տեսարաններ, որոնք իմ կարծիքով բացարձակապես չպետք է լինեն եւ ես համոզված եմ, որ դա երևի ամենաշատ, ես տվյալներ չունեմ, ամենաշատ
այցելուներ ունեցող այդ ժապավենն եղել, որովհետև հաստատ բոլորին հետաքրքրել է Սառնեկիցի տեսարանը պատմությունը, չեմ կարծում, որ պետք էր համացանցում տեղադրել։ Պարոն Աթաբեկյան, դուք իհարկե կմեկնաբանեք, ուղղակի մի քանի նաև կարծիք հարցնենք, իսկ ես ուզում եի ճշտեի մի բան, այդ երևույթը, որ լրատվամիջոցով է տարածում այդ ինֆորմացիան, ինքը ինչով է տարբերվում, որ ասենք ավանդաբար պատերին, չգիտեմ, շենքերի տարբեր տեղերում փակցվում են նկարներ այն մարդկանց, որոնք հանցագործության կատարման մեջ կասկածվում են եւ ասում են, եթե տեղեկություններ ունեք, հա, հայտարարություն է, խնդրում ենք դիմել ոստիկանությանը։ Դա նույն երևույթը չի։ Նման է իհարկե, բայց չեմ կարծում, որ նույն երևույթն է։ Ամեն դեպքում այստեղ չբացահայտված հանցագործության հարց կա եւ փնտրվում են կասկածյալները։ Իսկ այնտեղ միանգամից ցույց է տրվում։ Բայց էլի հանրային կարծիք չի ձևավորվում։ Կարծիքի մեջ ձևավորվում է, համաձայն եմ։ Բայց կարծում եմ տարբերակված մոտեցում պետք է լինի այստեղ։ Եվ իսկ ինչ վերաբերում է հաջորդ խնդրին, որ լրատվամիջոցներն են խախտում այդ, մենք պետք է իհարկե բաժանում անենք, որովհետև մի կողմից, երբ որ մենք խոսում ենք մարդու իրավունքների խախտումի կոնկրետ անմեղության կանխավարկածի խախտման հետ, որը մարդու կարևորագույն իրավունքների մեջ է 6-րդ հոդվածում է, չէ՞ մտնում բանի Եվրոպական կոնվենցիայի, սա պետության կողմից խախտումն է, այսինքն որ ոստիկանությունը անում է, դա ոստիկանությունը խախտեց անմեղության կանխավարկածը մարդու իրավունքը։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա լրատվամիջոցները, եթե առանց ոստիկանության հղում անելու իրենք են ուղղակի արդեն ներկայացնում որպես հանցագործ եւ այլն, այստեղ քաղաքացիական ոլորտում է սա ուղղակի կարելի ասել որպես հանցանք, թե ինչ, որ կարող է դիմել մարդը քաղաքացիական դատարան իր իրավունքները վերականգնելու համար։ Եվ այստեղ կարծում եմ մի կարևոր խնդիր կա։ Մենք ժամանակին հիշում եմ մի քանի տարի առաջ Եվրոպայի խորհրդի հետ մի այդպիսի սեմինար անցկացրեցինք ոստիկանության եւ լրատվամիջոցների համագործակցությունը, Հայաստանում լուրջ խնդիր կա օպերատիվ լրատվություն ստանալու ոստիկանությունից։ Այդ խնդիրը կա, որ ամեն ինչ կենտրոնացված է լինում եւ շատ հաճախ լրատվամիջոցները այդ տեղեկատվությունը ժամանակին չեն ստանում եւ սկսում է իրենց մեկնաբանությունները։ Եվ հիմա եկել է մի ուրիշ խնդիր, որի մասին այստեղ խոսվեց, որ կարծես թե դա ես չեմ կարծում, որ ինչ-որ ոստիկաններ ինքնուրույն քայլ լինի, կարծում եմ, որ դա ինչ-որ համաձայնեցված է, որովհետև եթե ինքնուրույն լիներ, ոնց է լիներ ոստիկանության ղեկավարությունը կպարզեր այդ ոստիկանների, որոնք ունեն իրենց լրագրողները, որոնք ժամանակին տեղ են հասնում եւ նկարահանում են խախտելով հաճախ եւ էթիկայի սկզբունքների եւ անմեղության կանխավարկածը։ Սա կարծում եմ, որովհետեւ անհնար է, որ լրատվամիջոցը միանգամից իմանա հանցագործության մասին եւ օպերատիվ հայտնվի այնտեղ։ Բարձր որ այդ համագործակցությունը կա, այսինքն անմեղության կանխավարկածը էլի ես կարող եմ համարել ոստիկանություն է խախտում, բայց միջնորդավորված։ Մենք քանի որ շատ քիչ ժամանակ ունենք մինչև ընդմիջումը, պարոն Աթաբեկյան, ընդամենը մեկ հարց կմեկնաբանենք, հետո կշարունակենք մեկնաբանել նաև այլ կարծիքները։ Ներքին անվտանգության ծառայությունը ոստիկանության կարող է զբաղվել այդպիսի հարցերով, երբ ոստիկանները լրագրողներին ոչ պաշտոնական խողովակներով ինֆորմացիա են հայտնում։ Դա իր ֆունկցիաների մեջ մտնում է։ Շնորհակալություն, այսինքն ձև կա, մեխանիզմ կա այդ հարցին անդրադարձնելու։ Պարոն Իշխանյանի ասածների հետ անպայման կանդրադառնանք անմիջապես ընդմիջումից հետո, հիմա լուրերի թողարկում Երկիր մեդիայի եթերում, հուսով եմ այնտեղ որևէ այնպիսի նյութ ոստիկանական քրոնիկայից, որը մեր դժգոհությունը կառաջացնի, չեն լինելու։ Մենք նորից մամուլի ակումբ հաղորդաշարի տաղավարում ենք եւ շարունակում ենք մեր զրույցը ոստիկանական քրոնիկայի անդրադարձների էթիկային լրատվամիջոցներում։ Հնչեց կարծիք պարոն Իշխանյանի կողմից, որ շատ դեպքերում անցանկալի տեղեկություններ հանցագործությունների կամ կասկածյալների մասին տարածվում են լրատվամիջոցներում այն պատճառով, որ ոչ միշտ ճշգրիտ տեղեկություններ են տրվում ոստիկանության կողմից լրագրողներին։ Համաձայն եք, որ այդ խնդիրը կա, պարոն Աթաբեկյան։ Համաձայն չեմ, որովհետև ես այդ process-ի մեջ եմ եւ մենք ամեն օր տարբեր միջոցներով հեռախոս, ֆաքս, ինտերնետ մենք ստանում ենք լրագրողներից բազում հարցեր, հարցադրումներ եւ գոնե վերջին 3-2 տարվա ընթացքում
ես քիչ եմ հիշում դեպք, երբ մենք պահանջել ենք գրավոր հարցը ներկայացնել, հասկանալի է ինչի մասին է չէ խոսքը, որովհետև գրավորի դեպքում հնարավոր է օրենքը թույլ է տալիս որոշակի հետաձգում ժամանակահատված։ Մենք ամիջապես հարցը հղում ենք, եթե մենք չենք կարողանում, չենք տիրապետում պատասխանին, հղում ենք համապատասխան ստորաբաժանում եւ պատասխանը ստացվում է եւ պատասխանը հրապարակվում կամ չի հրապարակվում։ Դա արդեն կախված է նրանից, թե ինչ պատասխան է մեզնից ցանկանում ստանալ տվյալ լրագրողը։ Բայց այն, որ մենք ուշացնում ենք, որպեսզի մեր տեսակետը առաջ մղենք, այդպիսի բան ես նորից եմ կրկնում, վերջին 2 տարում ես չեմ տեսել։ Դուք շատ ներկապարանոց հայտարարություն չի, պարոն Իշխանյան։ Հաջորդը ոստիկանությունը համագործակցում է որոշակի լրատվամիջոցների հետ, նրանց տեղյակ պահելով կատարվածի մասին։ Նախ լրագրողը հանցագործության, կոնկրետ հանցագործության կամ վթարի կամ չգիտեմ ինչի մասին պարտադիր չի, որ իմանա միայն ոստիկանությունից։ Մենք փոքր հանրապետություն ենք եւ կարող են նաեւ իրար լուր տալ։ Այստեղ ինչով նաեւ դա չի կարող նաեւ պաշտոնական լինել, որովհետեւ եթե ոստիկանությունը տեղյակ է հանցագործությանը, նա ունի սեփական լրատվամիջոցներ։ Եվ կարծես թե ոստիկանությունը իր լրատվամիջոցները ավելի հարազատ պիտի լինեն, քան մյուս լրատվամիջոցները, այսինքն մենք պիտի առաջ ընկնենք։ Եթե մեզնից առաջ են ընկնում, ուրեմն այդտեղ կա ինֆորմացիայի այլ աղբյուր, այդպես պետք է փնտրենք։ Ինչ վերաբերում է, ես նորից եմ ասում, ամեղոցյա կախավարկածի այդ եզրերը այնքան նուրբ են, որ եթե մենք ստույգ, ես համաձայն եմ եւ հասարակական կարծիքի ձևավորման առումով եւ մյուս առումներով, բայց եթե մենք շատ ճշգրիտ պահենք այդ ամեն ինչը, ուղղակի մեր եւ ոչ միայն մեր հեռուստատեսային այդ հաղորդումները, այդ հաղորդաշարերը պիտի փակվեն։ Պարզապես պիտի փակվեն, որովհետև ատրիբուտիկան մենք շատ հստակ պահում ենք, չկա չի հնչում հանցագործ բառը, անընդհատ թեական մոտեցում կա, բայց այ օրինակ ասենք ճանաչման խնդիրի, չէ, ձեր ասած տարբերակով, դեմքը ցույց չենք տալիս, անունը ցույց չենք տալիս, տուժողը ինչպես է ճանաչում, սա է իր վրա հարձակվել, թե ոչ սա է իր վրա հարձակվել։ Կներեք, դա մտնում է նախաքննության գործիքների մեջ, գործողությունների մեջ, բայց պարտադիր չի, որ դա ցույց տվի հեռուստատեսության։ Հեռուստատեսության կարող է ասվել նախաքննության մարմինն է դիմում։ Մի րոպե, հասկանալի է, բայց տեղեկատվությունը հետեւյալը պետք է լինի, որ նախաքննության արդյունքում այդ ճանաչման եւ այլնի ժամանակ դժողները ճանաչեցին կասկածյալ ԱԲ-ին, ասենք թե։ Այդ դա կլինի ճիշտ տեղեկատվություն։ Որտեղ դատա դեռևս չի եղել։ Դուք հետոն եք ասում։ Ես մինչևն եմ ասում, մենք ցույց ենք տալիս, որպեսզի տուժողները ճանաչեն։ Ճանաչման process-ը արդեն մեզնից դուրս է։ Հերոսացիով դուք ցույց եք դեմքը, որ տուժողները ճանաչեն, ովքեր ես ուրիշ ձևով հասկացած ես կարծեի ճանաչեն։ Չէ, ոչ միայն դեմքերն ենք ցույց տալիս, հաճախ նույնիսկ գողոնն ենք ցույց տալիս, ասում ենք մարդիկ կարող է ձեր իրերից այստեղ լինի։ Ես խոսքս դրա մասին չի ասում, ճիշտ չեմ հասկացել ձեզ։ Հա, դե դրա մասին է խոսքը։ Կասկածյալների կանգնացրել են ճանաչ ուղղակի դժողները դրանց մի քիչ ճանաչ։ Մենք այդ պրոցեդուրան ընդհանրապես երբեք չի։ Սխալ ենք հասկացել։ Այսքանը պարոն Ավասյան։ Պարոն Աթաբեկյան, դուք մի հետաքրքիր բան նշեցիք, որ հարց են տալիս, հետո ելնելով պատասխանից կամ տարածում են լրատվամիջոցները, կամ ոչ, որ դեպքերում են տարածում եւ որ դեպքերում ոչ։ Երբ որ սենսացիոն սկանդալային բան չկա մեջը, հա, պատասխանի չկա, եթե սկանդալ չկա, եթե իրենց ուզած սենսացիան չկա, ապա ամենայնիվ չեն տարածում։ Այս խնդրի շուրջ կուզենայիք որևէ բան Կամ էլ հարցը լրիվ գրում են, շատ երկար նկարագրելով եւ այլն, երբ տակը գրում են, հարցրեցինք, ասացին ոչ։ Ստացվում է, որ ինֆորմացիան լրիվ կարտացիք, կամ տարածում են եւ ասում են, որ չէ, այդպես չի։ Ուզած ինֆորմացիան, որի այն տեսքով ինչպես որ կուզենային թելադրում է, բայց ասենք չի համապատասխանում։ Լրագրողական ձև է։ Իդեպ ասեմ, որ ես ասում եի կայքերը մեծ հետաքրքրությամբ կարդում են նման լուրերը, ինքս էլ եմ կարդում ու աշխատում եմ, եթե պաշտոնական աղբյուր չէ, հասկանալ ինչն է ճիշտ, ինչը ասենք լրագրողի երևակայությունն է եւ այլն։ Դուք ասեցիք թեականով եք ներկայացնում, այդ թեականը հեռուստադիտողը չի լսում։ Նա ընկալում է որպես փաստ դա։ Դե ուրեմն լրագրողը պիտի այնպես ներկայացնի, որ հասկանալի լինի։ Կայքում կարող է երկրորդ անգամ կարդալ, ասենք հասկանալ, թերթում երկրորդ անգամ ուշադիր ընթերցողը։ Իսկ հեռուստատեսության ասած է։ Մի բառ որ պակաս լսեց, ուրիշ հասկանում է որպես փաստ։
Հասկանալի է այդ խնդիրը։ Պարոն Ղազարյան, զուտ իրավաբանական տեսակետից խնդրում եմ հնչած խնդիրները մեկնաբանեի։ Դե պարոն Աթրաբեկյանը նշեց, որ իրենք փաստորեն 3 գործառույթ ունեն, դա տեղեկատվականն է, որպես լրատվամիջոց, նաև բացահայտման եւ կանխարգելիչ, բայց սա լրատվամիջոցի գործառույթը չէ, սա իրավապահ մարմինների։ Հիմա եթե դուք ոստիկանության հանրային կապերի բաժինն եք, այդ դեպքում հասկանալի է, բայց եթե դուք ձեզ լրատվամիջոց եք համարում եւ տեղեկատվություն տրամադրելուց բացի նաեւ դուք կանխարգելիչ ֆունկցիա եք ձևավորեցնում կամ հանցագործների բացահայտման դրա համար եք ցուցադրում, որպեսզի ճանաչեն, դա արդեն դերերի շփոթում է։ Դա է պատճառը, որ դուք խնդիրներ ունեք։ Ես օրինակ մեկ օրինակ բերեմ, հիշում եք Վանաձորի գործը, որտեղ լրատվամիջոցը ներկայացել էր դիակը, եւ հիմա կինը դիմել է դատարան, որ դա վիրավորանք է, եւ լրատվամիջոցի ղեկավարը հետեւյալ ձև էր արդարացել իրենց այդ ռեպորտաժը, որ մենք դա ցուցադրել ենք, որպեսզի կանխարգելիչ նախականխող ազդեցություն ունենա այն վարորդները, ովքեր ճանապարհատրանսպորտային կանոնները խախտում են։ Սա պետք չէր ասել նման պաշտպանության եղանակ դատարանում չի աշխատի եւ լրատվամիջոցի դերը չպետք է լինի հանցագործների կանխում։ Եթե դուք լրատվամիջոցի մասին չէ, գիրովականի դեպքի պարագայում մենք ենք ցույց տվել դա։ Չէ, ես օրինակ բերեցի։ Օրինակ բերեցի, այսինքն դուք քանի որ սկզբում ասիք, որ դուք նախականխող ֆունկցիաներ եք ձևավորել։ Մենք նախականխող ֆունկցիա մենք այդ դեպքում որպես լրատվամիջոց օժանդակում ենք որոշակի մարմնին իր գործառույթները լիարժեք կատարելու համար։ Բայց այդ որտեղ է խախտվում ախր այդ ամերիկյան կանխավարկածը։ Շամշյանը ունի օրինակ Գյումրիի քաղաքապետի այն դստեր նշանացի գործով Շամշյանը հրապարակել էր մեքենայի ներսի կադրերը, որ նշանակում է նա կես մետր հեռավորությունից է նկարել։ Եթե նա եւ Գիլզան ընկած էր, Գիլզան երևում էր։ Եթե նա կես մետր հեռավորության վրա է գտնվել հանցագործության վայրում, ուրեմն այդտեղից բխող բոլոր ապացույցները արդեն կարելի է անդրադառել ճանաչել, որովհետև չկար ոստիկանության ժապավենը, միջև ոստիկանության հասնելը Շամշյանը արդեն այնտեղ էր։ Նշանակում է նա կարող էր այնպիսի ազդեցություն, միջամտություն ունենալ հանցագործության վայրում, որտեղ բոլոր ածանցվող ապացույցները, փաստական տվյալները անընդունելի կամեն։ Եթե լավ պաշտպան լինի եւ լավ դատական ստուգում լինի, այդ մարդուն պետք է ամբողջությամբ արդարացնեն։ Հենց մենք այն պատճառը, որ մամուլում հայտնվել են կադրեր, որտեղ երևում էր Գիլզան, որտեղ հենց ոնց ասում են առաջի ձեռքի կադրեր են։ Սա կոպիտ խախտում է, վերնաշանի կոպիտ։ Հիշենք մինչև Բոստոնի պայթյունները եւ Ամերիկայի վերջին հանցագործները CNN-ով այլ լրատվամիջոցով մինչև հիմա նրանց ասում են կասկածել եւ ենթադրաբար։ Այս երկու բառերը կա։ Ես ընդունում եմ, որ 02-ը բավականին հարթել է իր լեքսիկոնը, բայց հանրությունը մինչև հիմա ձեզ կարծես թե չի ընդունում որպես անկախ, առանձին լրատվամիջոց, այլ որպես ոստիկանության հանրության հետ կապերի ոնց որ բաժին լինի, որովհետեւ դուք ձեզ չեք տարանջատում ոստիկանությունից։ Իսկ պետք է տարանջատել։ Մենք չենք ուզում մեզ տարանջատել։ Բայց եթե դուք լրատվամիջոց եք ձեզ համարում, ապա ուրեմն առնվազն գոնե անմեղության կանխավարկածը պետք է հարգել եւ անհասկանալի է թե նախաքննության ընթացքում տված ցուցմունքը ամբողջությամբ ինչպես կարելի է հրապարակել, դա արդեն ձեր մեղքը չէ, դուք վերարտադրում եք, դա արդեն ոստիկանությունն է, որը ձեզ այդ կադրերը տրամադրում է։ Ուղղակի հակակշռող գործոնները դեռ թույլ են աշխատում, այսինքն դատական ստուգումը նման դեպքերի վրա դեռ թույլ է, որտեղ այնտեղ մենք խնդիրներ ունենք անմեղության կանխավարկածի այդ իրավական պաշտպանության մեխանիզմների հետ։ Բայց եթե վաղը մենք այդ մեխանիզմները ունենանք, իսկ մենք կունենանք, Դեպքում արդեն ստիպված նախաքննական մարմինը եւ լրատվամիջոցները ավելի զուսպ պետք է լինեն։ Մի բան է ուզում ճշտել ձեր մոտեցման մեջ, պարոն Ղազարյան։ Դուք գտնում եք, որ ոստիկանությունը, նախաքննական ցանկացած ծառայություն ինքը իրավունք չունի ընդհանրապես զանգվածային տեղեկատվության միջոցը օգտագործել որպես իրավունք ունի, բայց դա պետք է շատ չափավոր, շատ զգուշությամբ, շատ փոքր կադրերով արվի, որովհետեւ վտանգում է ապացի հավաստիությունը, ապացի արժանավատությունը, ապացի ընդունելությունը եւ այլ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Տիկին Գևորգյան, արդյոք գտնում եք, որ բազմաթիվ այն խնդիրները, որ մենք քննարկում ենք այսօր, կարող են լուծում ստանալ, եթե լինի լուրջ հետևողական երկխոսություն, հա, իրավապահ մարմինների եւ հանրության միջեւ։ Եվ արդյոք այդպիսի փորձերին ծանոթ եք, այդպիսի ավանդույթներ կան մեզանում։
Անկասկած այդ երկխոսության կարիքը կա, բայց ես կուզեի անդրադարձանել, որտեղ հեռու եմ մասնագիտական վերլուծություններից, իրավաբան չեմ, ինձ շատ մտահոգում է այն մթնոլորտը, որը ստեղծվում է երկրում այս հրապարակումների արդյունքում։ Տեսեք, թե ինչքան նպաստող բաներ կան, որպեսզի այդպիսի մթնոլորտ ստեղծվի։ Դրանք հեռուստատեսային նյութերն են, որ նատուրալիստական այսպես նկարագրություններով տրվում է սպառողին, թե ինչպես սպանեցին, ինչպես որ դանակով, ինչ ձևով, արյուն եւ այլն, ասվեց այդ մասին չեմ ուզում կրկնել։ Ինքս սերիալներում այդ նույն սցենարով նկարահանվող սերիալներն են, որոնց կադրերը նույնպես բաց դասագրքի դեր են կատարում ուսուցանում են տղաներին, եթե դուք մի քիչ ուշադրություն եք բակում խաղացող տղա երեխաների նկատմամբ, կտեսնեք, թե խաղալիք ատրճանակը իզով են նրանք պահում մյուսի քունքին եւ այլն, այսինքն նույն իմիտացիան ստեղծում են մարդասպանի, որովհետեւ նրանց ամեն հոգիները չեն կարող ընկալել, որ դա վտանգավոր բան է եւ պետք չի նմանակել եւ ամենակարևորն այն է, որ այդ ամենը ստեղծվում է այն բանի արդյունքում, որ իրենց տեղեկատվությունը ներգործուն դարձնելու համար եւ իբրև թե կանխելու համար հետագա բոլոր արարքները, հանցանքները գնում են այս ճանապարհով լրագրողները կամ տեղեկատվություն տարածողները։ Բավական է ասել, որ տեղումցավ վթար եւ մահացավ վարորդը դուրս քաշեցին, մենք բոլորը զգում ենք այդ մթնոլորտը, զգում ենք այդ ցավը, որ մարդու կորցրեցինք եւ պետք չի այդ ջախջախված մեքենան երկար պահել հեռուստաէկրանին, որովհետեւ ամեն մեկը տուն ունի, վարորդ ունի, չգիտեմ, ինչ որ խնդիրներ ունի այս տեղաշարժման։ Ըստ երևույթին պետք է գնալ այն ճանապարհով, որ նախ կարծում եմ չգիտեմ կհամաձայնվեք ինձ հետ թե չէ, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունենա իր վարքականոնը, էթիկայի կանոնների պահպանման առումով, որպեսզի նրանք ստանձնեն պարտավորվածություն եւ ստորագրեն իրավական փաստաթուղթ որպես, որ իրենք չեն խախտելու ոչ անմեղության կանխավարկածը, ոչ էթիկայի կանոնների խախտումը թույլ չեն տալու։ Ես մոռացա ամենակարևոր շեշտադրումն անել կայքերի սոցիալական ցանցի ամբողջ կայքերի վերաբերյալ, որի մասին Գոհարը խոսեց, գիտեք ինչ, ամբողջ կայքերը ողողված են դաժանությամբ, ատելությամբ, բամբասանքով, վատով եւ իրական վատարարքների եւ մտածածին արարքների եւ այդ այսպես ասած սերիալների ցուցադրումը այդ ամբողջը բերում կուտակում է, ստեղծվում է մի որակ, վատ որակ, որը ստեղծում է այն ամենը, ինչ որ մենք այսօր ունենք։ Ես կարծում եմ, որ պետք է նախ վարքականոնը մշակվի լրատվամիջոցների հատկապես ոստիկանական քրոնիկայի վերաբերյալ։ Իսկ հատուկ այդպիսի կանոններ լինեն, հա։ Այսինքն կանոններում լինի հատուկ այդպիսի կետ, որ տեղեկատվությունը, հատկապես դաժան, սամրկեցիչ տեսարաններ, արյուն եւ այլն չցուցադրվեն լրատվամիջոցներով, չտպագրեն եւ հատկապես եթերով չցուցադրվեն։ Եվ կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ լրագրողը հերանա մի փոքր զուտ տեղեկատվություն տալուց, այլ փորձի խորքային վերլուծություն անել, թե ինչու ծնվեց այս հանցագործությունը։ Այն պայմանները, որոնցում գտնվելով ծնվել են այսպիսի դաժան ոչրագործություններ։ Չկա դա մեջ լրատվամիջոցներում։ Նման վերլուծություն ես չեմ հանդիպում, վերլուծության անկողմնակալ վերլուծության չեմ հանդիպում։ Եվ ես ուզում եմ ելի, քանի որ ես լրատվամիջոցների եւ վերլուծության մասին եմ խոսում, դա կծնվի միայն ոստիկանների հետ, դատական մարմինների հետ համագործակցության պայմաններում, համագործակցություն բառը չեմ ուզում օգտագործել այն պարագայում, երբ ինչպես ով ասաց, չգիտեմ, մեր բանախոսներից հայտնվում է նույն լրագրողը պատահարի վայրում անմիջապես վայրկյանական եւ իր գնահատականը տալիս իր մեկնաբանությունը։ Ես շատ կուզենայի, որ այդ մեկնաբանությունը տար մասնագետը, ոստիկանը, ճանապարհային ոստիկանը, իրավական ոլորտից որևէ մեկը։ Ինչ վերաբերում է ձեր առաջարկին երկխոսություն սկսելուն, երբեք ուշ չի, որ սկսենք եւ դա երևի պետք է անեն լրատվական կազմակերպիչները եւ դա ամենանդեպս կարծում եմ, որ Խոսքը լուրջ երկխոսության մասին է, ոչ թե ձևական, որ բազմաթիվ ստեղծագործական երկխոսության թե ինչ կարող ենք անել, որովհետեւ այսպես շարունակելը ծնում է նոր դաժանություն, այսպիսի շարունակությունը սերնդին խեղում է եւ մենք չենք ունենա այսօր այն սերունդը, ինչ որ երազում ենք ունենալ, առանցնել դրա համար շատ պայմաններ կան։ Ես կարծում եմ, որ հիմքը մնում է մասնագիտական որակների
պակասը լրագրողների հատկապես, որովհետև եթե մարդը գնում է այլ ճանապարհով, հատկապես կայքերում, իսկ մենք գիտենք կայքերում ինչ տեղեկատվություն է սպրտում, մասնագիտական որակների, ցածր որակների արկայության արդյունքում է դա լինում։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, որպես ոչ թե որպես իրավաբանի եւ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ եմ ձեզ հարցնում, այլ որպես սոցիալական ցանցերում ակտիվ մարդու, որը ինձ թվում է օրական բավականին շատ ժամանակ է անցկացնում գոնե Facebook-ում, հա։ Այսինքն դուք ծանոթ եք այսօրվա տեղեկատվական միջավայրին, ծանոթ եք ինչ է հետաքրում մարդկանց, ինչ է իրենց արձագանք առաջացնում անմիջապես, այն ինչի մասին մենք խոսում էինք մինչև այս պահը, մի քիչ իդեալիստական չի թվում ձեզ։ Ի վերջո կա պահանջարկ, ի վերջո ամբողջ աշխարհի լրատվամիջոցները այդ ուղղությամբ են զարգանում։ Միգուցե հասկանանք, որ դա իրողություն է օբյեկտիվ եւ փորձենք այդ իրողության համատեքստում լուծումներ գտնել։ Դեք, բացի այն, որ այդ ամեն ինչը կարելի է տեսնել Facebook-ում, նաև լրագրողների հետ շփումներից, երբ կարող են զանգարել եւ խնդրել ուղղակի այնպիսի դատական գործեր, որտեղ լինի բռնաբարություն, սպանություն, այլուն, ամեն անգամ իմ վրթովմունքը, իմ քննարկումը, թե բայց ինչի կարելի է գտնել շատ ավելի հետաքրքիր, շատ ավելի կարևոր գործեր։ Խանութներում առաջ տակից էին տալիս, հիմա տակից կարող են։ Ուզում են իհարկե, բայց խնդիրը հենց այդ է, որովհետև ընթերցողը դրան է սպասում։ Լրատվամիջոցի լրագրողի պատասխանը, եթե այլ բան գրել, ունենք շատ հետաքրքիր, օրինակ Վճռաբեկ դատարանին ցանկացած նախադեպ եթե վերցնենք, վերլուծենք, լրագրողը եթե վերցնի վերլուծի, դրանք շատ հետաքրքիր իրավական նյութեր կստացվեն։ Բայց այնտեղ չկա բռնաբարություն, այնտեղ չկա սպանություն, այնտեղ կան իրավական հետաքրքիր վերլուծություններ։ Իհարկե փաստերի ներկայացումը շատ ավելի հետաքրքիր է։ Բայց երևի թե եթե հանրությունը պահանջում է, այսինքն պահանջարկը կա, ըստ դրա փորձում են առաջարկը ձևավորել, թեև կարելի է այդ պահանջարկը փոխել։ Փոխել գտնում եք, որ հնարավոր է։ Կարծում եմ, իհարկե, եթե ի վերջո ինչպես առաջարկվեց լրագրողական ընկերակցությունները կամ լրատվամիջոցները իրենց ներքին կանոնները սահմանեն եւ ուղղակի պայմանավորեն, որ հանրությանը չի կարելի աղբ տալ, պահանջարկը դրա ինձ թվում է, որ պիտի նվազի, բայց փոխարենը տալ ավելի լավ է, ինչ-որ բան պետք է առաջարկել, երևույթները խորությամբ ուսումնասիրել, ներողություն, բայց այդ պահանջարկը նույն լրատվամիջոցները չեն ձևավորում, որ իջնում է նշածող անունը։ Եթե մենք առանձին դիտարկենք ցանկացած լրատվամիջոց, ցանկացած կասի, որ ինձնից առաջ արդեն ձևավորել էին։ Բայց ձևավորում ենք նաև դահիճի հոգեբանություն, արյուն տեսեն հանգստանան, բռնաբարություն տեսեն զայրանան։ Ցավոք այսօր դա ունի լուրջ սպառում։ Անկեղծ ասած, ես մի քիչ այլ տեսակետ ունեմ, ինչ վերաբերում է երկու մասի բաժանենք, անմեղության կանխավարկածը եւ այդ այսպես ասած այդ ինչի մասին որ խոսվեց, այդ դաժան տեսարանները եւ այդ դաժան հանցագործությունները։ Անմեղության կանխավարկածի հետ կապված կոնկրետ քանի որ խոսքը վերաբերում ոստիկանությանը, ինձ թվում է այստեղ համագործակցության մեծ եզր կա։ Խոսքը վերաբերում ես որպես օրինակ ասեմ, օրինակ կարելի է այդ 02-ի եւ թերթերը եւ հաղորդագրությունները եւ այլն այդ ամեն ինչը վերցնել եւ զուտ պարոն Աթաբեկյանի հետ միասին մնացած լրագրողների հետ ուղղակի զուտ մասնագիտական քննարկել թե որտեղ է գնում եզրը որտեղ է բանի այդ անմեղության կանխավարկածի խախտման։ Սա պետության պարտավորությունն է, սա պետությունը պետք է անի։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, դա շատ բարդ խնդիր է, որովհետեւ մեծերից հաճախ եմ լսել, որ ասում են, ինչ սարսափելի բան է, ժամանակին այսպիսի բաներ չէին ելնում, սովետական տարիներին այդ հանցագործությունների մասին չէր ասվում, բայց քրոնիկայում ասում էր բանում, այս արևմուտքում ինչ հանցագործություններ են կատարվում, մենք կարծես հանգիստ էինք ապրում։ Սա ի վերջո լուրեր լսելուց մարդիկ վատ լուրեր են ուզում լսեն ավելի շատ, քան լավ լուրեր։ Սա այսպես է իրավիճակը։ Բայց դրանից օգտվել շատ հարցերի լուծումները գտնվում են շոկային տեղեկատվության միջոցով, բայց կարծում եմ մեզ մոտ, քանի որ բավականին դա խտացված է եւ ես համաձայն եմ որ անհանգստացող աստիճանի է ասել այդ խտացվածությունը այդ կարծում եմ դա միայն այդ լրագրողների խնդիրը չի, ընդհանուր Հայաստանում մթնոլորտի խնդիրն է։
ընդհանուր բևեռվածության խնդիրն է, քաղաքական ուժերի միջև ատելության խնդիրն է, եւ այս ամեն ինչը այս ատելության, այս անհանդուրժողականության մթնոլորտը բնականաբար չէր կարող չազդել, որ լրատվամիջոցները լինեին, չգիտեմ, ինչ որ ավելի բարի, մանավանդ եթե հաշվի առնենք երկրորդ հանգամանքը, որ իրականում Հայաստանում ընթերցողները լինեին ավելի բարի։ Դա իր ընթերցողները լինեն ավելի բարի եւ երկրորդ ամենակարևորը, եթե լրատվամիջոցները իսկապես լինեին անկախ։ Ի վերջո այդ կայքերի մասին, լրատվամիջոցների մասին, որ խոսում ենք, դրանց եթե չասենք բոլորը, գերակշիռ մասը քաղաքական ուժերի ռոպագանդիստական լրատվամիջոցներ են եւ ոչ թե լրատվամիջոցներ, որոնք ունեն ինչ-որ առաքելություն։ Նրանց առաքելությունը քաղաքական ուժերին կամ օլիգարխներին սպասարկելն է եւ ելնելով այս ամեն ինչից ստեղծում է այդ մթնոլորտը, ընդհանուր քաղաքական հասարակական մթնոլորտը արտահայտում են այդով այնտեղ։ Գրավել ուշադրությունը սկանդալային սենսացիոն նյութերի միջոցով եւ հրամցնել քաղաքական ավելին նաեւ տեսակավորված ընտրովի, եթե հանցագործությունը վերաբերում է այսինչ ուժին, ապա այսինչ լրատվամիջոցները դրա մասին ասում, այնինչի չի ասում։ Այսինքն այստեղ էլ կա խնդիր։ Օբյեկտիվ չեն նաև այդ նույն, եթե այսպես ասենք, նրանք ընկնում են սենսացիաների եւ բացասական եւ այսպես մեծ հանցագործությունների, սկանդալային հանցագործությունների հետևից, այդտեղ ընտրովի մոտեցում կան լրատվամիջոցների մեջ։ Պարոն Ղազարյան, խնդրեմ։ Ես երկու առաջարկություն ունեի, որ կարող է շատ արդյունավետ կերպով շտկել իրավիճակը, առաջին անմեղության կանխավարկածի վերաբերյալ արդեն վերջի 2 տարվա մի քանի դատական գործեր կա, որտեղ անմեղության կանխավարկածի հիմքով անձը դիմում է դատարան, բայց ստիպված օգտագործում է վիրավորանքի զրպարտության այդ մեխանիզմը, որը չի աշխատում, որտեղ դատավորն ասում է դա քրեադատավարական կատեգորիա, իսկ մենք գտնում ենք քաղաքացիական դատարան։ Այսինքն անմեղության կանխավարկածը ստացվում է քաղաքացիական իրավունքի օբյեկտ չէ։ Պետք է դարձնել օբյեկտ քաղաքացիական հարաբերությունների։ Դա նշանակում է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում, ինչպես վիրավորանքի զրպարտության, քաղաքացին պետք է իրավունք ունենա դիմել դատարան ընդդեմ ցանկացած անձի եւ հայցել փոխհատուցում եւ նյութական եւ բարոյական։ Սա միանգամից իրավիճակը կուղի։ Ինչպես օրինակ վիրավորանքի զրպարտության գործերը, ընդհանուր 1-2-3 դատական գործը պետք է տեսնեք լրատվամիջոցները, մասնավորապես եթե լրատվամիջոցների մասն է խոսքը, այդտեղ նաեւ առցանց միանգամից կողվեն։ Երկրորդը դատարանները պետք է ինձ թվում է արդեն սկսեն տարանջատել թե հանրային հետաքրքրությունը, ասենք, եթե խոսքը վերաբերում է կոնտենտին, ապա որն է հանրային հետաքրքրության առարկա իրենից ներկայացնում եւ որն է զուտ ընթերցողի հետաքրքրասիրությունը ներկայացնող նյութ։ Մեծ մասամբ այդ բռնաբարություն եւ այլն, դրանք շատ հաճախ լրագրողները որպես պաշտպանություն ասում են դա հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութ է, դրա համար մենք մի քիչ մտել ենք անձնական կյանքի տիրույթ։ Ոչ, դա դեռ հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութ չէ, դա զուտ ընթերցողի սովորական մարդկային հետաքրքրասիրությունը բավարարող նյութ է։ Դատարանները կարծում եմ պետք է սկսեն արդեն տարանջատել այս երկու երևույթները եւ դա հանրային հնչեղությունը եւ հանրային հետաքրքրասիրությունը։ Այո, որովհետեւ հանրային հնչեղությունը շատ հեշտ է միանգամից հիմնավորել։ Օրինակ, եթե լրագրողը գրում է, որ այսինչը ճանապարհը սարքելուց սալահատիկները տարել են ինչ-որ մի պաշտոնյայի տուն, իսկ դա հանրային միջավայրի մասն է, խոսք դա հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութ է։ Իսկ այսինչին բռնաբարել է, դա հանրային հետաքրքրություն այստեղ չկա, դա ընթերցողի հետաքրքրասիրությունն է։ Ահա դատարանները կարող են սկսել այս տարանջատում անել եւ առաջին իմ այդ առաջարկն դրան լուրջ են վերաբերում, փաստաբանների պալատին արդեն դիմել եմ, որ մենք սկսենք որոշ լոբիստական աշխատանքներ, որ անմեղության կանխավարկածը դառնա քաղաքացիական իրավունքի օբյեկտ։ Եվ դա լրջորեն կարող է իրավիճակը շտկել Հայաստանում։ Պարոն Բաբայան, շատ կարճ ձեր կարծիքը դրա մասին։ Դիֆամացիայի դաշտ տեղափոխել մի հարց ուղղակի դատարանները, այսինքն տարբերեն ինչ միջոցներով կոնկրետ գործերի եւ ինչ գործերի առկայության դեպքում։ Չէ, քաղաքացին տեսեք, դիմում է անմեղության կանխավարկածի հիմքով դիմում է դատարան, ստիպված ասում է, որ ինձ զրպարտել են։ Այսինքն պետք է ապացուցի ինքը փաստը ճիշտ է թե ոչ։ Իսկ անմեղության կանխավարկածը չի պահանջում ապացուցել։ Անմեղության կանխավարկածը փաստ է, որ այդ պահին, երբ որ դեռ չկար դատավճիռ, օրինական ժուրս մտած դու ինձ մեղքի մասին հայտարարություն։ Ես ուզում եմ հասկանամ այս դեպքում դատարանը այդ երկու տարբերակումը, հա, հանրային հետաքրքրություն եւ մասնավոր խոսքը միայն անմեղության կանխավարկածը տեղափոխել դիֆամացիայի դաշտ։ Քաղաքացիական օրենսգրքում առանձին հոդված լինի անմեղության կանխավարկածի վերաբերյալ։ Ինչու անձը կարող է ունենալ անձնական կյանքի իրավունք, քաղաքացիական անատական իրավունքը եւ չի կարող որպես անատական իրավունք ունենալ անմեղության կանխավարկած։ Դա մաքուր անատական իրավունք է, որը կարելի է ամրագրել քաղաքացիական օրենսգրքում։
մտածելու տեղ կա։ Տիկին Սարգսյան, ուզում եմ որպես լրագրողի հարց տամ։ Այդ տեսեք, խոսվեց նրա մասին, որ մի կողմից մեզ մոտ շատ են սենսացիոն սկանդալային այդ ավելի շատ ոչ թե հանրային հնչեղություն, այլ հանրային հետաքրքրասիրություն բավարարող նյութերը, բայց մյուս կողմից երևույթները խորությամբ, որոնք գոյություն ունեն, իհարկե չեն ուսումնասիրվում եւ կանխարգելիչ դեր չեն խաղում այստեղ լրատվամիջոցները։ Փաստորեն այն լրատվամիջոցները, որոնց կարելի է դեղին մամուլ անվանել, ակտիվ են, գործում են շուկայում, իսկ այն լրատվամիջոցները, որոնք ասում են մենք պատասխանատու լրատվամիջոցներ ենք, ընդհանրապես այդ հարցերին չեն անդրադառնում եւ հանրային հնչողություն իրականում ներկայացնող խնդիրներ չեն առաջարկում լսարանին որպես այլընտրանք թեկուզ։ Դուք ճիշտ եք, պետք է այդ հարցը լուրջ քննարկվի եւ լուրջ լրատվամիջոցները պետք է զբաղվեն դրանով։ Ժամանակին դուք էլ լավ հիշում եք, որ կային զբաղվող լրագրողներ եւ հանրային հնչեղություն ունեցող դեպքերը, հանցագործությունները ներկայացվում են վերլուծությամբ, կանխարգելիչ ինչ-որ միտումներ էլ կար եւ այլն։ Դա շատ ճիշտ է։ Ես հիշում եմ, որ ամեն անթերցվող նյութերը խորհրդային ժամանակներում դա լիտերատուրնայի գազետայի, դատական ակնարկների շարքն էր։ Բոլորից շատ հենց այդ նյութերն են ասում։ Ես հիշում եմ, որ ձեր թերթում էլ կային նման նյութեր, եւ երևի առաջինը ձեր թերթը սկսեց նման նյութեր լուսաբանելը։ Դուք ճիշտ եք, անպայման այդ թեման պետք է լուրջ պետք է մտածվի, ոստիկանության հետ է, իրավապահ բոլորովին։ Ասեմ, պարոն Իշխանյանն ասեց, որ հասարակությունը սպասում է նման նյութերի։ Հասարակությունը չի սպասում նման ողբերգական տեսարանների նկարագրության, ճիշտ ասած տիկին Գևորգյանը, լրատվամիջոցներն են դա ստեղծել ոչ թե պահանջարկ, այլ հետաքրքրություն։ Հասարակությունը սպասում է դրական էմոցիաների, մամուլից, իշխանությունից, բոլորից եւ այլն։ Եվ ասեմ, որ այս նյութերի առատությունը մեր մամուլում նաև ժանրի ճգնաժամի արդյունք է։ Ընդհանրապես լրագրողական ժանրի ճգնաժամի արդյունք է։ Երբ որ ճչան նյութը գնում է առաջ եւ քո թերթը վերցնում նայում են։ Իսկ այն որ խախտվում է անմեղության կանխավարկած լրատվամիջոցների կողմից, դա շատ վատ է, բայց սարսափելի չէ։ Վերջիվերջո դատարանն է վճիռ ընդունում։ Կարելի է լրատվամիջոցին 1-2 անգամ պատասխանատվության ենթարկել, եթե մեկին, մյուսներն արդեն կվախենան ու չեն անի։ Ասեմ, այդ սարսափելի երևույթ չի։ Իսկ ինչ մնում է հասարակությանը, այո, պետք է աշխատել, որպեսզի նման տեսարաններ չներկայացվեն։ Տիկին Գևորգյան, կան ներուժ։ Սարսափելի բառը չօգտագործենք, բայց դուք պատկերացրեք, որ եւ այդպիսի դեպքեր հաճախ են լինում, որ ինչ-որ մեկը կասկածվում է ինչ-որ հանցագործության մեջ, խախտվում է այդ սահմանը անմեղության կանխավարկածի, նրան հանցագործ եւ ինչ մեղքերի մեջ են մեղադրում, հետո պարզում է թեկուզ մի քանի տարի հետո որ ինքը անմեղ էր, բայց նրա վրա խարան արդեն դրեցին լրատվամիջոցները։ Դա արդյոք սարսափելի չէ։ Լավ մասով ներեցեք, Եվրոպայում արդեն ընդունվել է մոռանալու իրավունքը, հատկապես վերաբերում է համացանցերին, ցանցերից այսինքն անձը, որի հետ կապված է հետագայում արդեն արդարացվեց կամ եւ այլն, իրավունք ունի պահանջելու, որ տեղեկատվության բոլոր աղբյուրներից վերացվի այդ տեղեկությունը եւ դրանք պիտի բավարարουν։ Դե կամ ինչ-որ ժամանակ հետո, հա։ Երբ արդեն այդ տեղեկատվությունը նախ ցանկացած պայ, եթե այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, կարող է պահանջել։ Իսկ եթե համապատասխանում է։ Եթե համապատասխանում է, մի քիչ երևի թե պիտի, ինչպես։ Համարում են հնացած եւ մոռանում։ Չէ, այստեղ խնդիրը իր պահանջը նախ, եթե այդ Ես նկատի ունեմ մարդը ինչ-որ բան կատարել է, սխալ է գործել, ընդունել է իշխանքը, պատիժներ կրել է, բայց լրատվամիջոցը շարունակում է այդ թեմային անդրադառնալ, հիշեցնել եւ այլն եւ այլն։ Ինքը իրավունք ունի պահանջելու մոռանալ, շագերտներում մոռանալ, չմոռանալու դեպքում դիմել դատական պաշտպանության, պատասխանություն կիրառել։ Չէ, բայց այդտեղ ինչ խնդիր կա։ Դա էթիկայի խնդիր չի արդյոք, եթե մարդը ընդունել է եւ պատժվել է այդ հանցագործության համար, բայց նրան հատ հիշեցնում է, որ դու այսինչ ժամանակ այս արել եւ ինքը արել է։ Այդտեղ ավելի շատ իսկում է էթիկայի խնդիր կա, չգիտեմ։ Իրավական խնդիր է։ Դե խնդիրը դրանն է, որ ավելի հաճախ արդեն մենք սկսում ենք բախվել էթիկայի հետ, որովհետեւ օրենքը արդեն չի տալիս պատասխանը, լրագրողական բարեխոսության հետ մենք գործենք, բայց լրագրողը պետք է միշտ հիշի, որ անմեղության կանխավարկած դա սահմանադրական իրավունք է եւ բացարձակ իրավունք է, այսինքն դրանից վերը ոչինչ չկա եւ դա չի էլ սահմանափակվում։ Այսինքն, եթե մենք օրինակ ազատ խոսքի կշերքի մի նժարին, մեկ այլ նժարին կարող ենք դնել, ասենք, անձնական կյանքի իրավունքը, անմեղության կանխավարկածի
կողքը մեկ այլ իրավունք չես կարող ունել եւ փորձել փոխհավասարակշռել։ Դա բացարձակ իրավունք է եւ վերջ։ Այս քննարկումն էլ նույնիսկ կարիք չկա անելու։ Չի կարելի եւ վերջ։ Տիկին Գևորգյան, շատ կարճ հարց ձեզ։ Շատերը ասում են, որ բացակայությունը որակյալ նյութերի, հանցագործությունների մասին, ընդհանրապես այդ կարգի խնդիրների մասին, գալիս են լրագրողների ցածր պրոֆեսիոնալ պատրաստականությունից։ Դուք բազմաթիվ տարիներ եղել եք հանձնաժողովների նախագահ համալսարանում, իրոք մենք չունենք հետաքրքիր երիտասարդներ, որոնք կարող են աճել եւ այդ կարգի նյութերի պահանջարկը կատարել։ Գիտեք, ունենք հրաշալի երիտասարդներ ավարտում, մեծ մասը գնում է հետք։ Էզիկ Բաղդասարյանը ղեկավարած ասոցիացիան եւ հետք թերթ, ինչպես նաեւ on-line ուրեմն հրապարակմամբ, բայց խնդիրն այն է, որ հետքը այդքան հասանելի չէ լայն շերտերին։ Եկեք մի փոքր անդրադարձանենք խորհրդային համակարգում բացի այդ Յուրի Ֆեոֆանով, Լիդիա Չայկովսկая եւ այլն, Սուդեբնեցի եւ այլն, բայց ունեինք մենք վերտառություններ բարոյախոսական թեմաներով հոդվածներ, հրապարակախոսական հոդվածներ, որոնց հիմքում ընկած էր կենթանի փաստը, իրական փաստը, բայց այնպիսի ընդհանրացում էր արվում այդ հոդվածներում, որը դառնում էր կանխարգելման իրոք ճիշտ ճանապարհ։ Եվ նույնիսկ փակ հասարակությունը մտածելու կարողություն էր, խորհելու, մտածելու, քննարկելու եւ ամենակարևորը, եթե կար տաղանդ, ժուրնալիստական տաղանդ, ներգործունեության ուժը շատ մեծ էր այդ հոդվածների։ Շատ մեծ էր։ Մենք ունենք այդ պոտենցիալը, ես վստահաբար կարող եմ ասել, որովհետև հենց հետքի աշխատողները չնայած երիտասարդ տարիքին շատ լուրջ այսպես խորհելու հնարավորություն ունեն, ունակություն ունեն։ Ուզում եմ մտա հիմա ուղղակի ինքը եկավ իմ հիշողության Սոնա Տրուզյանը, չէ՞, ինքը իրավական թեմաներով գրող լրագրող էր։ Մեր 6 ամսյա սեմինարներին մասնակցեց ու ինքը հայտնվեց դատախազության մամուլի եւ հասարակայնության կապերի բաժնի պետ եւ հրաշալի կատարում է, կարծում եմ, իր պարտականությունը։ Այսինքն ուսուցման ընթացքը եթե ճիշտ լինի, անկողմնակալ, մենք կարող ենք Բայց ավելի ցանկալի կլներ երևի որ լրատվամիջոցներում շարունակել աշխատել։ Բայց մյուսները աշխատում են, մյուս Սոնան Մաշուրյան, կարելի է մտածել այդ։ Պաշտոնյա ավելի հեշտ է գմարտ գտնել, այո, կարելի է մտածել այդ ուղղությամբ, պարզապես էսի մի երևույթ է նկատվում։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետ ավարտողը, եթե փայլուն երեխա է եւ տիրապետում է, նա անմիջապես գնում է հետք, կամ տանում է Էզիկ Բաղդասարյանը իրեն, ընտրում է եւ տանում է, կամ ինքը գիտի, որ եթե աշխատի մյուս որակյալ թեկուս թերթում, ինքը չնչին կոպեկներ կստանա այն տքնաջան աշխատանքի դիմաց, որի համար չարժեր այսքան հոգնել։ Ցավոք մեր ժամանակը սպառվել է, բայց մենք հուսանք, որ կլինեն լրատվամիջոցներ, որտեղ լրագրողները կկարողանան նաեւ այս թեմաներով առաջարկել հետաքրքիր եւ պահանջարկ ունեցող նյութեր։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Thank you.